Ռուսական քաղաքական եւ փորձագիտական շրջանակներից հաճախակի հայտարարություններ են հնչում, որ Հայաստանը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը եւ վերջնական որոշում կայացնի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ՀԱՊԿ-ի նկատմամբ։ Մոսկվան ցանկանում է հասկանալ, թե Երևանը վերջնականապես փոխում է իր արտաքին եւ անվտանգության քաղաքական ուղղությունը, թե դեռ պատրաստ է վերականգնել լիարժեք համագործակցությունը։ Ռուսական կողմը Երևանից սպասում է ՀԱՊԿ-ին մասնակցության վերաբերյալ որոշման ընդունմանը, կամ նրանք մնում են կազմակերպությունում, կամ նախընտրում են այլ սցենար։ Պետք է մեզ այդ մասին հայտնեն։ Այնտեղ ոնց որ տեխնիկապես իրանք նույնիսկ հնարավորություն ունեն Հայաստանին զրկել անդամակցությունից, ու ես չեմ բացառում, որ ինչ-որ մի փուլում դες բան կարող լինի։ Այստեղ գործնականում Հայաստանը պրակտիկորեն շատ բան չի կորցնի, որտեղ փաստացի չի մասնակցում Ռուսիա աշխատանքներին։ Երևանը հավանաբար ցանկանում է պահպանել որոշակի մանևրելու հնարավորություն, մինչև ձևավորվեն անվտանգության այլընտրանքային մեխանիզմներ եւ գործընկերություններ։ Վերջին տարիներին Հայաստանը ակտիվացրել է համագործակցությունը Եվրոպական միության անդամ երկրների հետ, սակայն ներկայումս չկա որևէ իրատեսական հեռանկար, որ Հայաստանը կարող է մոտ ապագայում անդամակցել այնպիսի ռազմական դաշինքի, ինչպիսին է ՆԱՏՕ-ն։ Լավ կլիներ, որ Հայաստանը ինտեգրված լիներ ինչ-որ կառույցի մեջ, որը իր վերաշխավորեր անվտանգությունը եւ այլն։ Բայց բացի այդպես կառույցներ, բացի ՀԱՊԿ-ից, մեկ էլ ՆԱՏՕ-ն է, առանձնապես Հայաստանին այնպես չեն սպասում, նախ երկրորդը իրանք ընդհանրապես սկզբունքայինորեն չեն ընդունի Հայաստանին, որտեղ դա պոտենցիալ իրանց համար կնշանակի կոնֆլիկտի մեջ ներգրավել Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ։ Փոքր պետությունների դեպքում անվտանգության երաշխիքների բացակայությունը կարող է մեծացնել արտաքին սպառնալիքների ազդեցությունը։ ՀԱՊԿ-ի ներկայացուցիչները որոշ ռուս փորձագետներ կանխատեսում են ռազմական էսկալացիա Հարավային Կովկասում։ Դրանց հիմքում տարբեր գնահատականներ կան։ Մի կողմից տարածաշրջանում շարունակում են պահպանվել չլուծված հակասություններ եւ անվտանգության խնդիրներ։ Մյուս կողմից Ռուսաստանում հաճախ նշվում է, որ Արևմուտքի եւ Եվրոպայի աճող քաղաքական ու անվտանգային ներկայությունը Հարավային Կովկասում կարող է ուժեղացնել աշխարհաքաղաքական մրցակցությունը։ Բայց ավելի շուտ դա էլի ճնշում կլինի, այլ ոչ թե լայնացավալ պատերազմ։ Ավելի շուտ քաղաքական բնույթի հայտարարություններ են, որտեղ դե կոնֆլիկտը պիտի կողմեր ունենա։ Ով են այդ կողմերը։ Թուրքիայի, Ադրբեջանի մասով այս պահին առնվազն իրանք ոնց որ թե չեն ձգտում այդ տարբերակի։ Ինքը Ռուսաստանը ինչ որ ձև ստեղ փորձի ուժային ճանապարհով անցնել, դե իրանք հիմնականում Ուկրաինայով են զբաղվում։ Հետագա զարգացումները մեծապես կախված կլինեն տարածաշրջանային անվտանգության միջավայրից, Հայաստանի նոր գործընկերությունների խորությունից եւ այն ռազմավարությունից, որը կընտրի պետությունը սեփական անվտանգության ապահովման համար։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։